Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարում Ձորի մայլակոչվող թաղի բնակիչների հանգանակություններով։ Եկեղեցու հարակից տարածքում գտնվող բնակչությունը զբաղվել է հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Դրա համար էլ չափազանցությունների ու մագդիրների սիրահար գյումրեցիները եկեղեցին անվանել են Գեղցոնց ժամ։ Այս թաղամասը եղել է գյուղից եկածների, այս եկեղեցին եղել է փայդածածկ, բայց հետո տարիների ընթացքում դարձել է արդեն քարաշեն եկեղեցին եւ 1926 թվականի երկրաշարժին խոնարհվել է, բայց հետո նորից է վերականգնվել։ 1988-ի երկրաշարժից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին բավական տուժել է, բայց չի խոնարհվել։ Ավելի ճիշտ, հետագա տարիների ընթացքում է վիճակը ավելի վատ թարացել։ Լրացուցիչ ամրությունների միջոցով կասեցվել է աղոթատան փլուզումը, սակայն չի վերանորոգվել։ 2003 թվականին սկսել է փլուզվել պատը։ Ռուսաստանաբնակ բարերար Գագիկ Պետրոսյանը ստացնել է եկեղեցու վերակառուցումը։ Բարերարի պապը եղել է այս եկեղեցու վերջին քահանան։ Այսօր արդեն 7 եկեղեցի ունեցող Գյումրիում նորոգված են երկրաշարժից տուժած բոլոր եկեղեցիները։ Օրը տոնական էր տեղացիների համար։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աճապահյանի ձեռամբ ոցվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը։ Սրբազան հայրը մեծ ոգևորությամբ նշեց, որ Գյումրիի բոլոր խոնարհված եկեղեցիների վերակառուցման գործընթացի ականատեսն է եղել։ 2008 թվականի դեկտեմբերի 7-ին ես շրջում էի քաղաքով, իմ առաջին մտածումը եղավ այն ժամանակ. արդյոք ես կտեսնեմ ամենափրկիչը վերակառուցված, Սուրբ նշանը վերակառուցված եւ մյուս եկեղեցիները վերակառուցված։ Ոչ միայն տեսանք, այլև մասնագիտը դարձանք եւ Աստված թույլ տվեց, որ մեր ձեռքով իսկ օծենք այս եկեղեցիները։ Ուրեմն փառք նախ եւ առաջ Աստծուն իր այս անհուն ողորմության համար, մեզ պարգևած այս մեծ շնորհի համար, որին թերևս արժանի էլ չէինք, բայց Աստված մեզ արժանի համար է։ Օծման արարողության ավարտին խաչը տեղադրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգակատան գագաթին։ Սրբազան հայրը նշեց, որ Գեղցոնց ժամի վերակառուցման աշխատանքները կավարտվեն 2015 թվականին։ Սելա Գևորգյան, Լիլիթ Յոչյան, եկեղեցական կյանք։